Եթե չես կարող փոխել իրավիճակը, փոխիր վերաբերմունքդ։ Միացյալ Նահանգների նախագահը հետևել է Հռոմի կայսր ու փիլիսոփա Մարկոս Ավրելիուսի խորհրդին։ Սպիտակ տանը Դոնալդ Թրամփը հյուրընկալել է Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ Ալ-Շարային, նախկին ահաբեկչին, որի գլխի համար Սպիտակ տունը $10 միլիոն պարգև էր խոստացել։ Ջոլանիի մուտքը Սպիտակ տուն բավականին համեստ է եղել, նրան չեն դիմավորել գլխավոր մուտքից, ինչպես այլ առաջնորդների։ Ձեռքսեղմումներ ու գրկախառնություններ չեն եղել, փոխարենը սիրիացի ղեկավարին մեծ ոգևորությամբ են ընդունել Սպիտակ տան դիմաց հավաքված սիրիական համայնքի ներկայացուցիչները։ Չնայած արարողակարգերի փոփոխությանը, Ալ-Շարայի այցը պատմական է, քանի որ Սիրիայի ոչ մի նախագահ պաշտոնական այցով չէր եղել Միացյալ Նահանգներում։ Աննախադեպ հանդիպումը դռնփակ է անցել առանց համատեղ հայտարարությունների ու տեսախցիկների։ Լրագրողական համայնքը տարակուսած է ոչ մի հայտարարություն Միացյալ Նահանգներ Սիրիա հետագա հարաբերությունների ճակատագրի մասին։ Լռությունը սակայն խախտել է անձամբ Թրամփը մեկ այլ միջոցառման ժամանակ։ Մենք համաձայնության ենք եկել, նա շատ ուժեղ լիդեր է, ծանր ու դաժան վայրում է ապրում եւ ամուր տղա է, նա ինձ դուր է գալիս, ցանկանում ենք, որ Սիրիան դառնա մի երկիր, որտեղ հաջողություններ կլինեն, այս ղեկավարը կարող է հասնել դրան, նա դժվար անցյալ է ունեցել։ Վաշինգտոնյան այցը նոր դարաշրջանի մաս է, որտեղ Սիրիան կգործակցի Միացյալ Նահանգների հետ, Fox News-ին ասել է արաբական երկրի ղեկավարը։ Վերջին 60 տարվա ընթացքում Սիրիան մեկուսացած է եղել ամբողջ աշխարհից, նաև Միացյալ Նահանգներից։ Առաջին անգամն է, որ Սիրիայի նախագահն այցելում է Սպիտակ տուն։ Նախկին ռեժիմի տապալումից հետո Սիրիան նոր դարաշրջան է մտնում։ Նոր ռազմավարություն է ստեղծվում նահանգների հետ։ Երբեմնի ահասարսուր տերորիստը Միացյալ Նահանգներում միացել է համաշխարհային կոալիցիային, որի նպատակն է վերջնականապես ոչնչացնել իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումից մնացած հանցավոր տարրերը։ Մենք ակտիվ մասնակցել ենք իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին, որի ժամանակ շատ ենք տառապել։ Կորուստներ կան նաև մեր ռազմական ուժերի շարքերում։ Իհարկե Սիրիայի տարածքում ամերիկյան ուժերի ներկայությունը պատճառ ունի։ Սիրիան այլևս սպառնալիք չէ, այսօր այն դիտարկվում է որպես աշխարհաքաղաքական ու տնտեսական գործընկեր, որտեղ Միացյալ Նահանգները կարող է ներդրումներ անել, վստահեցրել է Ալ-Շարան։ Fox News-ի հաղորդավարը հետաքրքրվել է Ալ-Քաիդայի ու Ալ-Շարայի կապի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մասին։ Այդ ժամանակ ես 19 տարեկան էի, շատ երիտասարդ էի եւ որոշում կայացնելու լիազորություններ չունեի։ Ես առնչություն չեմ ունեցել դրա հետ։ Նախկին ջիհադիստ ծայրահեղականը հրաժարվել է իր մութ անցյալից, վստահեցնելով, որ դա արդեն պատմություն է։ Սիրիայի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Ալ-Շարան աստիճանաբար փոխում է իր իմիջը միջազգային չափանիշներին համապատասխանելու համար։ Թրամփի խոսքով գրավիչ ու երիտասարդ մարտիկը շատ լավ է իրեն զգում նահանգներում։ Վաշինգտոնին ու Դամասկոսին միավորում են ոչ միայն քաղաքականությունն ու տնտեսությունը, այլև սպորտը։ Սիրիացի ու ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները նույնիսկ բասկետբոլ են խաղացել։ Աշխատիր ջանասիրաբար, խաղա ավելի ջանասիրաբար։ Տեսանյութը մակագրել է Ալ-Շարան։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։